Ողջույն, հրապարակի զրուցակիցն է Հայաքվե խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը։ Ողջույն, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Պարոն Մխիթարյան, ես որոշ հարցեր պատրաստել էի ձեր համար, այս նախընտրական խմորումների մասով, թեժ փուլում ենք, շատ դինամիկ զարգանում է ամեն ինչ ու նախընտրական այս շրջանի հետ կապված բոլոր հարցերը ամեն օր ակտուալ են։ Բայց հարցը, որը պատրաստել էի, մի քիչ ակտուալությունը կորցրեց, որովհետև ընդամենը ժամեր առաջ մենք տեսանք Հայաքվեի հայտարարությունը Միասնության թևերի հետ կապված դաշինքի մասով, որ առանձնացակ։ Այս մասով կուզեի խոսեինք, հայտարարությանը ծանոթ ենք, տեսել ենք, բայց ամեն դեպքում կուզեի անդրադառնայիք, շատ թարմ ակտուալ է։ Ինչն էր, ամեն դեպքում անհրաժեշտ սիներգիաներ չկար, թե ինչ-որ մարտավարական անհամաձայնություններ, ցուցակների հետ կապված, ինչ կատարվեց։ Ուրեմն սկզբից պետք է ասել, թե Հայաքվեն ինչ է, որպեսզի մարդկանց մոտ շատ ճիշտ պատկերացում լինի, թե դեպի որ ուղղությամբ ենք գնում։ Ուրեմն Հայաքվեն 2023-ին շատ կոնկրետ օրակարգով է եկել քաղաքացիական դաշտ, որովհետև դա ծնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն։ Քաղաքացիական նախաձեռնություն բոլորը հիշում են 58,000 քաղաքացիների ստորագրություն ընդամենը 2 ամսում, որպեսզի օրենքի փոփոխություններ կատարվի, ընդ որում քրեական օրենսգիրքի փոփոխություններ կատարվի եւ այն պաշտոնյան, որը Արցախը կճանաչի որևէ այլ երկրի կազմում, նա ենթարկվի ամենաբարձր պատժի, քրեական պատասխանատվության, ինչպես նաև հայոց ցեղասպանության նվաստացման կամ օրինակ չճանաչելը դատապարտելը եւ այլն, այսինքն հայոց ցեղասպանություն եւ Արցախի խնդիր։ Հիմա, քանի որ այդ խնդիրները մենք ներկայացրեցինք ազգային ժողով եւ ազգային ժողովը դա համընկավ 2023 թվականի տեղահանության, այսինքն Արցախի ցեղասպանության ըստեյության հայոց ցեղասպանության շարունակության հետ, այդ խնդիրը օրակարգից դուրս եկավ ազգային ժողովի եւ լուծում չստացավ ըստեյության, այսինքն փոփոխությունը չկատարվեց, որովհետեւ իշխող կուսակցությունը ուղղակի դեմ եղավ այդպիսի փոփոխությունների։ Հայաքվեն որոշեց այդ ամբողջը բարձրացնել մի քիչ ավելի բարձր աստիճանի եւ քաղաքացիական նախաձեռնությունից վերածվեց որպես միավորման, ազգային քաղաքացիական միավորման։ Իսկ վերջերս արդեն սրանից մոտավորապես կես տարի առաջ, քանի որ Հայաքվեն միավորում է իր մեջ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, հեղինակություն ունեցող անձինք, բայց կուսակցություն չկար եւ ըստ էության նաեւ իր մեջ որպես ավելի մեծ կառույց ունեցավ նաեւ կուսակցություն։ Եվ կուսակցություններից մեկը համագումար արեց եւ ըստ էության միացավ անունն էլ փոխելով 54-61-65 կուսակցություններ, որը անցած ընտրություններին մասնակցել էր։ Արենտոնյանի գլխավորությամբ։ Այո, բավականին պատկառելի ձայներ էր հավաքել այդ իրավիճակում եւ նա որոշում կայացրեց անունը փոխել հայկական քվե եւ որպեսզի Հայաքվեն հնարավորություն ունենա նաեւ քաղաքական մակարդակում գործընթացներին որոշակի գործընթացների վրա ազդեցություն ունենալ, որտեղ դա ամենաբարձր մակարդակն է։ Եթե դու չես կարողանում քաղաքացիական որպես նախաձեռնություն ինչ-որ հարցեր լուծել, ունենալ նաեւ այդ գործիքը։ Եվ Հայաքվեն գնում է այդ ուղղությամբ։ Հիմա ինչպես պետք էր անել, քանի որ Հայաքվեն նաև եւ այս ընթացքում ավելացավ մեր օրակարգում եւս մի հարց, դա եկեղեցու պաշտպանությունն էր, որը շատ մեծ թափով եւ շատ լավ կազմակերպվածությամբ Հայաքվեն կարողացավ ամբողջ անցած տարվա ընթացքում իրականացնել։ Ընտրությունների վերահսկողություն իրականացրեց, այսինքն քայլ դեպի քաղաքական ուրեմն ասպարեզ։ Իսկ առիթ եղավ փաստորեն այս ընտրությունները, որպեսզի մենք կարողանանք նաև քաղաքական մասնակցություն ունենալ նաև ընտրություններին։ Եվ դեռ անցած տարվա հոկտեմբերին Հայաքվեն Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարությամբ հանդես եկավ, որ մենք նպաստելու ենք Հայաստանում քաղաքական դաշտի պարզեցմանը, ազգային ուժերին աջակցելու ենք եւ ընտրություններին կոչ ենք անելու, որպեսզի մեծ դաշինքներով մասնակցել։ Դա պարզ է, չէ, որ բոլորը արդեն գիտեն ձայները չփոշյանա, ուրեմն եւ իշխող քաղաքական ուժը
հնարավորություն չունենա այդ փոշիացած ձայները իրեն գումարել, ինչպես անցած ընտրություններին եղավ, եւ մեծամասնություն ունենալ ազգային ժողովում։ Եվ անընդհատ բանակցություններ սկսեցինք տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի մեր աջակցությունը նրանց ցուցաբերենք։ Ըստ էության պարզ դարձավ այդ ընթացքում, որ պետք է փնտրել են քաղաքական ուժերի մեջ միասնություն, որոնք գաղափարական շատ էական տարբերություններ չունեն։ Եվ այդ ուժերի մեջ էլի կային բացի միասնության թևերից, որը քաղաքական նախաձեռնություն է, որոնց հետ անընդհատ բանակցությունների մեջ ենք եղել, շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, իրար հետ համատեղ միջոցառումներ ենք արել, եւ այդ բանակցությունները տևեցին մոտավորապես արդեն մի 3-4 ամիս, եւ դրանից հետո մենք նաեւ միասնության թևերի հետ ստորագրեցինք հայտարարություն, որը ենթադրում էր, որ ընտրություններին պետք է մասնակցենք համատեղ ջանքեր դնենք եւ ընտրություններին դրանով մասնակցենք, բայց վերջնականորեն դեռ են հիմնական հիմնադրույթները, որոնք պետք է ներկայդրված լինեն մեր նախընտրական ծրագրում, քանի որ միասին են գնում, պետք է միասնական նախընտրական ծրագիր ունենանք։ Դրանց մասին դեռևս քննարկումները շարունակվում էին, բայց վերջին շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ որոշակի տարբերություններ կան այնտեղ, հատկապես ոչ թե ռազմավարության առումով, այսինքն որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի, ազգային ուժեր կան եւ այլ մի քիչ ավելի մարտավարական, այսինքն ինչպես անել, օրինակ այս փուլում ինչպիսի թեզերով հանդես գալ, արդյոք արժի են վերջնական նպատակի մասին հիմա հայտարարել, թե գուցե արժի դրան քայլ առ քայլ գնալ եւ այլն, եւ այս ամբողջ խոսակցությունները, բանակցությունները, հանդիպումները մեզ բերեցին այն ենթադրության, որ ավելի լավ է այն ձևաչափը, որ ընտրել էինք, այսինքն միասնական ցուցակ եւ մեկ կուսակցությամբ մասնակցել ընտրություններին, առայժմ ձեռնպահ մնալ այդ ձևաչափով ընտրություններին մասնակցելուց, մենք մարդկանց մոտ տպավորություն չստեղծվի էլի, որ օրինակ սկզբից ընկերություն էին անում, հիմա էլ թշնամի դարձան, բնավ այդպիսի բան չկա, շատ նորմալ հարաբերություններ, նույնիսկ ավելի ջերմ քան այն ժամանակ էր, այսօրվանից սկսած, եւ այսօր եւ մենք եւ միասնության թևերը նույն հատարությունը տարածեցինք։ Շատ լավ, պարոն Մխիթարյան, միասնության թևերի հետ չեք այլևս, դա պարզ է։ Իսկ այլ ուժերի հետ, այլ բլոկների հետ ավելի մեծ ինչ որ կոնսուլտացիաներ, հավանական դաշինքներ, թե հայակվեն որոշելա առանձին միայնակ գնալ, թե գուցե այլ ձևաչափով շարունակելու այս ամբողջ process-ին մասնակցությունը, մենք տեսել ենք, դուք էլ խոսեցիք այդ մասին, դիտորդական շատ հաջող առաքելություն ունեցել թիմ ընտրություններում, այլ նախաձեռնություններ, գուցե այդ ձևաչափով շարունակելու հետագա։ Այո, հայակվեն դեռևս վերջնական որոշում չունի թե ինչպես կլինի, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հայակվեն իր ուրույն դերակատարությունը առաջիկա ընտրություններին պիտի ունենա։ Եվ էլի մի բան կարող եմ հաստատել, որ դա չի լինելու դիտորդական առաքելություն իրականացնելու միջոցով։ Ինչի համար, որովհետև ազգային ժողովը հատուկ ուրեմն արագացված ռեժիմով օրենքի մեջ փոփոխություններ կատարեց սրանից 1-1.5 ամիս առաջ հայակվեի դեմ։ Գիտեք չէ՞ այդ մասին։ Հիշում եմ հրաշալի, հա։ Ուրեմն հատուկ շեշտադրելով հայակվեի դիտորդական առաքելությունը վաղարշաբաթի թիմ ընտրություններին, ուրեմն որոշվեց ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ կատարել, որ մինչև այդ պահը գործող 3 պահանջները, որոնք ներկայացվում էին հասարակական կազմակերպություններին կամ հասարակական կազմակերպությունների դաշինքներին, որպեսզի նրանք կարողանան իրավունք ստանալ եւ իրականացնել դիտորդական առաքելություն, դարձավ 11։ Ուրեմն հիմա կա 11 պահանջ, որոնց պետք է բավարարել եւ այդ պահանջների մեջ մի աբսուրդ նաեւ պահանջ կա, որ այդ դիտորդական առաքելությանը կարող են զրկել այդ իրավունքից, եթե այդ առաքելության մեջ ընդգրկված որևէ անդամ, որևէ ժամանակ որևէ կուսակցության կամ տեխնացուի օգտին քարոզչություն է արել կամ հակաքարոզչություն։ Եվ իսկ դա քանի որ գրեթե անհնար է մեր Այո, քանի որ դա ուղղակի շատ սուբյեկտիվ մոտեցում է, օրինակ եթե մեկը, չգիտեմ, վարչապետին ասել է, որ այս ոլորտում դու քաղաքականությունը տապալել ես, դա կարող է դիտվել որպես հակաքարոզչություն կամ հակառակը, ինչ որ մի բան։ Այսինքն սա մեզ ցույց տվեց, որ հայակվեն ավելի կարևոր, այսինքն մեզ մղեցին մի քիչ ավելի բարձր մակարդակի, քաղաքական մակարդակում որոշակի դերակատարություն ունենալ, որը մենք ըստ էության այդ, այսպես ասած, ձեռնոցը վերցրել ենք, այդ մարտահրավերը ընդունել ենք եւ գնալու ենք ավելի մեծ դերակատարություն ունենալու ուղիով, իսկ թե ինչպես դեռ քննարկումներ կան, օրինակ մեկը այն է, որ աջակցել
ազգային ուժերին, մյուսը այն է, որի ջատագովներից մեկը նաև ես եմ, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները ավելի շատ հանրաքվե են։ Հանրաքվե է Հայաստանի լինելու կամ չլինելու մասին։ Եվ հայաքվեն եւ համապատասխան ուժերը պետք է այդ հանրաքվեին մոտենան որպես հանրաքվե եւ իրենց ձայնով, իրենց աջակցությունը հայտնեն այն ուժերին, որոնք ասում են Հայաստանին այո։ Եվ սա կարող է օրինակ լինել աջակցության ձևերից մեկը։ Մյուսը կարող է լինել ուղղակի աջակցություն բոլոր այն ուժերին, որոնք որոշակի սկզբունքներ օրինակ կընդունեն, որ հայաքվեի սկզբունքներն են եւ դրանք հայտնի են։ Եթե թույլ կտաք պարոն Մոկտյանյան, ասացիք աջակցել ազգային ուժերին, ես հիշեցի, որ քվեի կարծեմ նախագծի շնորհանդեսի ժամանակ ասացիք դուք անձամբ չեք կարծեմ պարոն Չալաբյաններ, որ այսպես կոչված նախկինների հետ բացառում են համագործակցություն նախընտրական շրջանում, հստակ դիստանցավորեցիք։ Այս մասով ինչ-որ բան փոխվել է այնուամենայնիվ, թե մենք խոսում ենք հետընտրական որոշ զարգացումների մասին, եթե կլինեն այդպիսիք, միավորվել այդ թվում նախկին կոչված ուժերի հետ։ Այս փուլում մենք միավորման մասին չենք խոսում, ընդհանրապես որևէ մեկի հետ, ամենայն հավանականությամբ։ Գուցե եւ որոշում կայացվի առանձին մասնակցելու, չնայած բոլորը գիտեն, որ դա մի քիչ ռիսկային է, որովհետեւ շատ քաղաքական ուժեր պայքարում են յուրաքանչյուր ձայնի համար եւ շատ դժվար կլինի այն քաղաքական ուժի, որը շատ նոր քաղաքական ուժ է, որտեղ ինքը դիրքավորվել է որպես քաղաքացիական, մի քիչ ավելի բարձր, քան թե քաղաքականությունն է, որովհետեւ ասացինք եւ ընտրությունների վերահսկողություն եւ մնացած բաները առանձին մասնակցելու հնարավորությունների պարագայում, եթե որոշում կայացվի, հնարավորություն կունենանք համագործակցել ցանկացած այսօրվա անդիմադիր ուժի հետ, արդեն ազգային ժողովում։ Բայց այս փուլում ամենայն հավանականությամբ մենք ձեռնպահ կմնանք, չնայած նորից ասեմ, այս որոշում դեռ չկա, սա ուղղակի իմանձնական կարծիքն եմ ասում։ Շատ լավ։ Դուք, պարոն Մուխտարյան, կրթության ոլորտի փորձագետ, եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ, ուղղեք խնդրեմ, իրավաբան, դասախոսում եք նաև, այ հետաքրքիր է, ինչու հենց հայաքվեն, ինչու հայաքվեին միացաք, որովհետև մանավանդ այս շրջանում վստահաբար այլ թիմերում, ավելի մեծ բլոկներում եւս ձեր տեղը կգտնեիք ցանկության դեպքում։ Գիտեք, հայաքվեն ունի մի քանի առավելություններ, որ ես ցավոք սրտի մյուս տեղերում դեռ չեմ տեսել։ Հայաքվեն ունի իմ կարծիքով ամենաբարձր ինտելեկտուալ պոտենցիալը, վերլուծական միտքը, եւ այն մարդիկ, որոնք հավաքվել են հայաքվեում, ինձ ըստ էության դա է գրավել, որպեսզի ես հնարավորություն ունենամ օրինակ այդ վերլուծական մտքից օգտվել, զարգացնել, իմ ներդրումը ունենալ, դա շատ կարեւոր է։ Ընդ որում դա միայն քաղաքականությանը չի վերաբերվում։ Միջազգային հարաբերություններին կարող է վերաբերվել, ուրեմն հենց կրթության խնդիրներին կարող է վերաբերվել եւ այլն։ Եվ ես մտածում եմ, որ վերջին հաշվով այն ուժերին է ապագան տրված նաև Հայաստանում, որոնք յուրաքանչյուր խնդրին վերաբերվում են որպես մասնագետներ, պրոֆեսիոնալներ կամ հայերեն լավ բառ արհեստավարժներ։ Եվ ես այդ արհեստավարժների ամենամեծ կոնցենտրացիան տեսնում եմ հենց հայաքվեում։ Սա է եղել իմ մոտիվացիան, այսինքն այնպիսի միջավայր ընտրել, որը ինձ համար կոմֆորտ կլինի։ Եվ դա հայաքվեի միջավայրն է, եւ ես կուզենայի այն միջավայրը, որ կա հայաքվեում, այդ բարի միջավայրը, այդ ստեղծագործական հնարավորություններ տրվող միջավայրը տարածվեր նաև մյուս տեղերում եւ դրա համար մենք օգնելով մյուս քաղաքական ուժերին, ճակերտներում ասենք, թելադրելու ենք նաև համապատասխան միջավայր այդ քաղաքական ուժերին, որպեսզի իրար հետ կռիվ չանեն, այդ hate speech-ի մասին են, չէ՞, հիմա շատ խոսում, որպես ատելության խոսքը շատ չլինի եւ վերջին հաշվով հանդուրժողականություն եւ համերաշխություն տիրի ամբողջ Հայաստանում։ Շատ լավ։ Որպես կրթության ոլորտի փորձագետի մի հարց, որ այս օրերին շատ ակտուալ է, շատերիս է հետաքրքրում։ Ուր է գնում կրթական համակարգը, ֆասադը կա, կարծես ասում են բարեկարգվում է, հեղափոխվում է, բայց խորքային process-ները ինչի մասին են, ինչ է կատարվում այսօր կրթական համակարգում։ Ուրեմն այդ հարցին պետքա ցավով պատասխանեմ, որովհետև ես օրինակ դաստիարակվել եմ այնպիսի ընտանիքում, կամ ուղիղ կարող եմ ասել ուսուցիչների ընտանիքում, եւ իմ ձգտումը դեռևս աշակերտական տարիներից, ուսանողական տարիներից եղել է այնպես, որ ավելի շատ նմանվեն այն մարդկանց,
որոնք կրթության մեջ եւ գիտության մեջ որոշակի ներդրում են ունեցել, հաջողությունների են հասել ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաեւ աշխարհի մակարդակում եւ ըստ էության իմ դաստիարակությունը այդ ուղղությամբ է ինձ տարել։ Եվ ես մեծանալով ուսուցիչների ընտանիքում ձգտել եմ ավելի շատ իմ ներդրումը ունենալ նաեւ կրթության զարգացման, որովհետեւ ինքս նաեւ տարիներ շարունակ Եվրամիությունում աշխատել եմ կրթության ոլորտի փորձագետ, եղել եմ երիտասարդության ոլորտի փորձագետ, իմ ներդրումը ունեցել եմ, նաև միաժամանակ տեսել եմ, թե ուրիշ երկրներում ինչպիսի մոտեցում կա եւ միշտ ուզեցել եմ այդ լավ փորձը բերել Հայաստան։ Հիմա ինչի մասին եմ ուզում ասել, որ Հայաստանը կրթության վիճակը լավն է թե վատն է, պիտի համեմատես ուրիշ երկրների հետ, երկու տեսակ կա, երկու տարբերակ կա, կամ այս պահի դրությամբ ուրիշ երկրներում ինչպիսին է իրավիճակը, կամ երկրորդ տարբերակը համեմատում ես հիմա իրավիճակը, օրինակ սրանից 15-20 տարի առաջվա նույն Հայաստանի իրավիճակի հետ։ Միանգամից կարող եմ պատասխանը ասել։ Հայաստանում կրթության վիճակը եւ համեմատած աշխարհի միջինի հետ եւ հարևան երկրների հետ, գրագիտության մակարդակն է, կրթության զարգացվածության, ֆինանսավորման զիջում է էապես եւ Հայաստանի կրթության վիճակը համեմատած Հայաստանի հետ սրանից 10 տարի, 15-20 տարի առաջ էապես զիջում է։ Մենք ունենք անգրագիտության ուղղակի զարմացնող մակարդակ, ուղղակի զարմացնող, երբ դպրոցական երեխաները, օրինակ 4-րդ դասարանի երեխաները հայոց լեզվի իրենց մայրենի լեզվի թելադրությունից 3-ից 1-ը բացական գնահատական է ստանում։ Այսպիսի իրավիճակ երբեք Հայաստանում չի եղել, այսպիսի իրավիճակ ոչ մի հարևան երկրում չկա։ Մյուսը մաթեմատիկայից 3-ից 2-ը ստանում է պարզ մաթեմատիկական գործողություններ չի կարող անել։ Իսկ ֆունկցիոնալ անգրագիտության մակարդակը դպրոցական վիճակում արդեն 1/3 է։ Երբ որ երեխան ինչ-որ բան կարող է կարդալ, բայց չհասկանալ, թե ինչ է կարդում, եթե նույնիսկ տառերը ճանաչում է։ Այս վիճակով Հայաստանը զարգացման ուղի ուղղակի չի կարող բռնել։ Տեսեք, պարոն Մխիթարյան, թեմայի մեջ մի այլ հարց։ Մեծաթիվ դպրոցներ են պլանավորում փակել, ԿԳՄՍ-ն պլանավորում է, ու դա մեկնաբանում են որպես խոշորացում, բարելավում, երեխայի լավագույն շահից, չգիտեմ, ամենատարբեր ձևերով փաթեթավորում են։ Սա ի վերջո ոչ կոմպետենտություն է, թե հստակ քաղաքականություն, եթե այդպեսին ուղղված ինչի մասով։ Մենք բազմիցս ասել ենք, որ կրթությանը այս իշխող քաղաքական ուժը ավելի լավ է ձեռք չտա, էլի, որովհետև որտեղ ձեռք տվեց, այդ կրթության այդ ոլորտը քանդվեց եւ հիմա ունենք ըստ էության փլուզված մի հատ կրթական համակարգ եւ ձեր բերած օրինակը դրա ամենավառ ուրեմն արտահայտումն է, որովհետև դու որում որոշումը կայացվել է այդ փոքր դպրոցները իբր փակելու կամ օպտիմալացնելու, կլաստերիզացիա են անում, չգիտեմ ինչեր։ Տարբեր փաթեթավորում են։ Այո, ինչ որ, բայց ոչ միտեղ չեք գտնի այդ դպրոցները փակելը։ Երբ որ ուղիղ հարցնում ես, ասում է, չէ, մենք հո դպրոցներ չենք փակելու, ասում է, մենք ուղղակի չենք թողելու, որ այդ երեխաները իրենց գյուղի դպրոցի դուռը բացեն։ Չենք փակում դպրոցը, չենք թողելու այդ դպրոց մտնեն։ Իրենց տանելու ենք ուրիշ դպրոցներ։ Էս է սրա պատասխանը։ Տեսեք, որ ուղղակի ասեմ, էլի անթույլատրելի է։ Մենք դրանով դատարկելու ենք եւ հանձնելու ենք ըստ էության մեր թշնամիներին, տարբեր ձևերով թշնամիներին, այդ բնակավայրերը, այդ երեխաների ճակատագիրը։ Տեսեք, պարոն Մխիթարյան, դուք շատ հետաքրքիր հորդոր արեցիք իշխանություններին կրթական համակարգին ձեռք չտալու, բայց ոչ միայն կարծում եմ ձեր հորդորը չեն լսելու, այլև ձեռքերը ավելի խորն են մտցնում։ Վերջերս շրջանառվում է բուհական համագործակցության մասին, ինչ որ ընդ որում թուրքական ինչ որ բուհերի հետ համագործակցության մասին, որի շրջանակում պիտի ուսանողներ գնան, բայց process-ը առնվազն այս պահին կարծես միակողմանի է, հայ ուսանողներ պիտի գնան, հա։ Այս ի վերջո սա ինչ է, իրոք ինչ որ բարեկամական ժեստ Թուրքիայի կողմից, թե գործակալների հավաքագրման փորձ Թուրքիայի կողմից, հասարակության մտահոգությունները հիմնավոր են, թե ոչ էս։ Այո, եթե մարդիկ, որոնք չգիտեն, ասեմ, որ սա ըստ էության Թուրքիայի կառավարության ծրագիրն է, ոչ թե բուհերն են նախաձեռնում, այլ հենց Թուրքիայի կառավարությունը, այսինքն պետությունը, եւ այդ ամբողջը անում են պետական ֆինանսավորմամբ, Թուրքիայի կողմից, Թուրքիայի պետական ֆինանսավորմամբ։ Նրանք ծրագիր ունեն եւ
տարբեր երկրներից ուսանողական տարիքի եւ բոլոր իրենց հարգող երկրները իդեպ ասեմ ունեն եւ Ռուսաստանը ունի եւ նահանգները այդպիսի ծրագրեր շատ անում են եվրոպական երկրները ուրիշ տեղերից ուսանողներին տանում են իրենց մոտ շատ լավ կրթություն են տալիս կրթաթոշակ են տալիս հետո հնարավորություն են տալիս որպեսզի ուսանողները բակալավրիատը ավարտելուց հետո մագիստրատուրայում շարունակեն հետազոտողներ դառնան գիտնականներ դառնան տեղի լեզուն սովորեն մշակույթը սովորեն եւ հետո դառնան ինչ պիտի դառնան այդ մարդիկ ազդեցության գործակալներ այո դա միակողմանի ծրագիր է ես էլի եմ ասել ես համաձայն կլինեի այդ ծրագրին եթե օրինակ մեր կառավարությունը ֆինանսավոր էր շատ լավ գերազանցիկ սովորող թուրք ուսանողների նրանք գային օրինակ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեր ցեղասպանության ինստիտուտում օրինակ հետազոտություններ անեին հետո գնային իրենց երկիր թուրքերենով հրապարակեին օրինակ հայոց ցեղասպանության մասին հոդվածներ գրեին կամ կրթական միջոցառումներ կազմակերպեին գիտաժողովներ կազմակերպեին ես դա կհասկանայի բայց միակողմանի ենել տասնյակ լավագույն երիտասարդներին տանել կամ թույլ տալ որպեսզի նրանք միակողմանի գնան եւ դառնան Հայաստանում հետագայում նրանց շահերի ներկայացուցիչը ուղղակի անթույլատրելի է ընդ որում շատերը մտածում են դե լավ կարելի է գնալ բայց չընկնել այդ ազդեցության տակ ուղղակի հարգելիներս պետք է ասեմ որ այդպես չի լինում դուք առանց գիտակցելու եք ընկնելու այդ ազդեցության տակ որովհետև նորից դուք լեզուն եք սովորելու մշակույթը եւ ուզեք թե չուզեք դուք դառնալու եք իսկապես այդ շահերի ներկայացուցիչները ինչպես օրինակ Հայաստանի 18 թվականի իրադարձություններից 10-15 տարի արևմուտքն էր կազմակերպում Հայաստանում չէ ըստ էության ինչ եղավ ամբողջ ուրեմն հասարակական երիտասարդական դաշտը հնարավորություն ստեղծվեց հարյուրներով ուրեմն իրենց ուսումը կարճաժամկետ տարբեր կրթական ծրագրերի մասնակցել տարբեր երկրներում բայց այնպես չի որ բոլորը մտածում էին թե արդյունքը ինչ է լինելու արդյունքը այն եղավ որ 18 թվականից հետո Հայաստանում երիտասարդության հասարակական ակտիվության դաշտը ամայացավ բոլորը համապատասխան գիտելիք փորձ ձեռք բերեցին եւ անցան քաղաքականություն նույնը կկատարվի այստեղ դա ուղղակի անթույլատրելի է որովհետև սա ենթադրում է նրա մասին, որ Հայաստանը այդ ուղղությամբ պետական քաղաքականություն ուղղակի չի վարում, կամ վարումն է միտումնավոր այնպիսի քաղաքականություն, որ մեր երիտասարդներին ուրեմն պատրաստի ապագա քաղաքական զարգացումներին ճակերտներում ասեն։ Շատ լավ։ Վերադառնանք նախընտրական process-ներին, այս իրենց իշխանությունների հապճեպ փոփոխությունները, ինչ որ օրենքներ, լրամշակումներ եւ այլն ամենաթարմից դերևս, հա, գանք էս վերջում ընդհանրապես մի քանի օր առաջ հապճեպ ինչ որ նախագիծ բերեցին դաշինքների անվանումների հետ կապված, դերևս ասում են որ սա կապված է կոնկրետ ընդդիմադիր խոշոր բլոկի դաշինքային բլոկի անվան հետ կապված Բայց ասում են սա պլան B է ընդամենը, պլան A-ն չգրանցել եւ այլն, ձեր կարծիքը, ձեր, չգիտեմ, կանխատեսումները շրջանի մասով։ Այո, ովքեր չգիտեն, ասեմ, որ ես 15 տարուց ավել դասավանդում եմ մագիստրատուրայում որպես ընտրական իրավունքի դասախոս։ Եվ այդ 15 ավել տարիների ընթացքում շատ լավ կամ մասնագիտական աչքով տեսել եմ, թե Հայաստանում ընտրական օրենսգիրքը ինչ ուղղությամբ է փոխվել եւ հիմա ուր է հասել։ Ընտրական օրենսգիրքը Հայաստանում ունի 145 հոդված, որոնց 90%-ից ավելին այս ընթացքում փոփոխություններ է կրել, որը իրավաբանների, քաղաքական գործիչների, քաղաքագետների համար ուղղակի անթույլատրելի է։ Իրավունք չկա, օրինակ, այդպիսի փոփոխություններ անել, առավել եւս, երբ որ մեզ սպասում են ընդամենը 2 ամսից ազգային ժողովի ամենակարևոր ընտրությունները, որովհետեւ ժողովրդին էլ ընտրության հնարավորություն չեն թողել, չէ՞։ Ազգային ժողովն է, թիմ ընտրություններն է։ Այն էլ ժամկետները երկարացրել են 5 տարով։ Ուրեմն այդպիսի փոփոխություններ իսկապես չի կարելի անել, որովհետեւ դրանք խաթարում են ամբողջ ընտրական գործընթացը, մարդկանց տրամադրվածությունը եւ վատ իմպուլսներ են հաղորդում։ Ինչ փոփոխություններ որ լինել, հասկանում եք, ինչ փոփոխություններ լինի, դրան պետք է դեմ լինել, որովհետեւ այդ ամբողջը բերելու է սրան։ Բայց ընտրական օրենսգիրքի ձեռք տալը դարձել է փաստորեն խաղուպար այս իշխանությունների համար։ Վաղը կուզենան, այո, ընտրական օրենսգիրքը այնպես կփոխեն, որ նույնիսկ կարող են գրել, որ
ուրեմն Սամվել Կարապետյան անունով չի կարելի տեխնացու գրանցել, Հայակվե անունով դիտորդական առաքելություն իրավունք չունեք գրանցելու։ Կոնկրետ կարող են գրել, որտեղ այս իշխանությունների մտածողությունը ինչպես է, վերջի փոփոխությունների փորձը հենց դրա մասին է խոսում։ Ասում է, եթե ինչ-որ մի բան չի կարելի, չեն ուզում, որ այդ բանը լինի, ուրեմն դա պետք է արգելել օրենքով։ Դա ինչ պետք է անել, այդպես նաև սահմանադրությունը փոխվեց, հիշում եք, չէ՞, 2020 թվականին։ Այո։ Ուրեմն կարելի է ուրեմն նույնիսկ սահմանադրությունը փոխել ինչ որ մեկի կմահաճույքը օրենքում ամրագրելու համար։ Սա հերթական ուրեմն այդպիսի դեպքն է։ Տեսեք, պարոն Մխիթարյան, այս նախընտրական շրջանում դեռ 1-1.5 ամիս առաջ չհայտարարված ոչ օֆիցիալ իշխանությունները սկսեցին քարոզարշավը քաղաքում շրջաններում պտտվելը շատ ահագին բաներ տեսանք այս ընթացքում, ընդհուպ մինչև մոտ 2 շաբաթ առաջվա եկեղեցու միջադեպը, որի արդյունքում միջադեպից հետո երբ վարչապետը Թիկնազորով մտել, փորձել էր առաջանալ, հրմշտոցեր եղել, դպրոցահասակին հարվածել էին, ինչ-որ խառը կադրեր, հետո այդ դպրոցական տղային Դավիթին բերման ենթարկեցին, ձերբակալեցին, չնայած առողջական խնդիրներին ու հոդված դրեցին, որ ինչ-որ պաշտոնյայի գործունեությունը եւ այլն, չգիտեմ, խանգարել ինչ-որ նմանատիպ մի հոդված էր, այսինքն փաստացի ընդունում էին, որ ինչ-որ գործունեություն էր վարչապետը իր պաշտոնի այդտեղ էր, ինչ-որ քարոզարշավի մաս էր երևի, ահագին բան արդեն ասեցի, տեսանք, դեռ երևի մի ահագին բան էլ, գուցե ավելի նենք քայլեր, ավելի սարսափելի քայլեր տեսնելու ենք։ Ինչ եք ակնկալում, ինչքանով եք պատրաստ, շատ ուժեր այս օրերին պնդում են, որ մեր հաղթանակի, ընդդիմության հաղթանակի երաշխիքը բարձր մասնակցայնությունն է։ Ես գիտեմ, որ Հայակվեն նաև գրասենյակներ է բացում շրջաններում, ակտիվ շփվում է մարդկանց հետ, հուսադրող են արդյոք այս շփումները մասնակցայնության մասով։ Հայակվեն, այո, միշտ հետազոտություններ է անում եւ ձեռքը, ինչպես ասում են, պուլսի վրա է պահում հասարակական տրամադրությունները, որ ուղղությամբ են զարգանում, ինչպիսի հնարավոր ելքեր կարելի է գտնել, որպեսզի երկիրը վերջին հաշվով փրկել, որովհետեւ նորից ասեմ, այս ընտրությունները դրա լավ հնարավորություն են տալիս եւ դա է պատճառը, որ Հայակվեն իսկապես ժողովրդի հետ շփվելու համար ունի արդեն այս պայդրությամբ 20 գրասենյակ Հայաստանի ողջ տարածքում եւ Երևանում եւ բոլոր մարզերում եւ դա մեզ հնարավորություն է տալիս եւ տեղական ծրագրեր իրականացնել եւ քննարկումներ կազմակերպել, մարդկանց անընդհատ ներգրավել այդ գործընթացների մեջ եւ բացի դրանից շատ կարեւոր է ինչ է Հայակվեն անում է, աշխատում է մեր բնակչության, մեր քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացման վրա, որովհետեւ մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր նախաձեռնության լինի իրավական, չգիտեմ, օրենսդրական այլ նախաձեռնությունների առանցքում պիտի լինի մարդկանց կրթությունը։ Դա շատ կարևոր է, այսինքն մարդիկ պիտի գիտակցաբար այդ քայլերը անեն։ Եվ մենք կազմակերպում ենք մասնավորապես օրինակ Հայակվեն այս ընթացքում 500-ից ավելի դիտորդ է օրինակ պատրաստել ընտրություններին, այդ անունն ենք դրել դիտորդ, բայց այդ մարդիկ են, որոնք զինված են համապատասխան գիտելիքներով եւ իրենց շրջապատում ազդեցություն ունեն եւ կարող են բացատրել օրինակ այս քայլից հետո ընտրությունների ընթացքում հաջորդ քայլը ինչ պետք է անի եւ մնացածը։ Դուք թիվ նշեցիք 500, այո 500։ Այդ նկատում եք մինչև այս պահը, այսինքն շարունակական է, թե մինչև Էջմիածնի թիմ ընտրությունները մինչև Էջմիածնի ընտրություններն էին կարել եւ նրանցից եթե չեմ սխալվում 120-ից ավելին ընդգրկված էին հենց Վաղաշաբաթի ընտրություններին, բայց ինչի մասին եմ ուզում ասել, որ մենք նաեւ նրանց սովորեցնում ենք, որ ընտրությունների քարոզչությունը սկսվում է տեխնացուների, այս դեպքում կուսակցությունների եւ դաշինքների գրանցումից 5 օր հետո, որը այս պարագայում լինելու է մայիսի 8-ին, որովհետեւ գրանցումը ավարտվում է մայիսի 3-ին։ Մայիսի 8-ին եւ շարունակվելու է մինչեւ քվեարկությունից 1 օր առաջ, այսինքն 1 օր առաջ եւ քվեարկության օրը այլ չի թույլատրվում քարոզչություն։ Իսկ ինչի մասին դուք ասացիք, դա ընտրական օրենսգիրքը չի կարգավորում, բայց այստեղ խնդիրը չի, ասենք ինչ որ կուսակցություն գնա, իր կուսակիցների մեջ քարոզչություն անի, դա նորմալ է։ Բայց այդ մասին օրինակ յուրաքանչյուր կիրակի ես հետևում եմ, հանրային հեռուստատեսությամբ ցույց տալ, թե ինչպես է կուսակցություններից մեկի, չգիտեմ, ղեկավար ասեմ, թե այո, ղեկավարը որ ընտրվել է,
նա քարոզչություն իրականացնում իր կուսակիցների հետ։ Դա հանրային հերոստանգերությամբ ցույց տալու բան է։ Այսա արդեն այդ կարմիր սահմանների, կարմիր գծերի խախտում է, որը մենք բոլոր մարդկանց ասում ենք, որ սա արդեն անթույլատրելի է։ Ամեն մեկի գործն է, թե օրինակ իր ընտրական ցուցակը կուսակցությունը ինչպես է կազմում, խորհրդակցություններով, քվեարկություններով, ընդ որում օրենքը ասում է, որ առաջին 30-ը պետք է անպայման հերթական ընտրությունների դեպքում հաստատվի համագումարի կողմից, այսինքն ամենաբարձր որոշում կայացնող մարմնի կողմից, որը հիմա կուսակցությունները անում են։ Բայց այդ process-ը դարձնել քարոզչության նյութ եւ ցույց տալ, նորից եմ ասում, հանրային հերոստանգերությամբ, որը հանրային բառը նշանակում է նա սնվում է մեր բոլոր քաղաքացիների տված հարկերի հաշվին։ Եվ ցույց տալ մի կուսակցության դա ուղղակի միակողմանի բան է։ Եվ ես խորհուրդ եմ տալիս բոլոր ընտրական գործընթացում ընդգրկված հատկապես դիտորդներին եւ հատկապես միջազգային դիտորդներին այս փաստը արձանագրել եւ ասել, որ Հայաստանում այո, ընտրությունների քարոզչությունը դեռ չսկսած, արդեն դրա խախտումները մենք պետք է ցույց տանք եւ արձանագրենք։ Պարոն Մխիթարյան, կուզենայի նաեւ որպես կրթության ոլորտի փորձագետ, մասնագետ մեկնաբանեիք այս դպրոցականի, ձերբակալված դպրոցականի Դավիթի հետ կապված միջադեպը, ընդամենը 3 տեղեկացանք փաստաբանից, որ գլխուղեղի ցնցում ունի նաև տղան, համառորեն պահում են կալանքի տակ։ Սա ինչ է կարծում, ընդ որում ուզում եմ նորից նշել, որ փաստորեն հաշվի չէին առնվել այդ բժշկական հանգամանքները համապատասխան պատկան մարմինների կողմից, ընտանիքը ստիպված եղավ հանրայնացնել, նաև այլ առողջական խնդիրների մասով։ Սա ինչ է, հստակ մեսիջ ընդդիմությանը պատժելու մասով, թե ավելի այլ մեսիջ է մեր ապագայի հետ կապված, քանի որ տղան դպրոցական է, մեր վաղվա ապագան այսօրվա դպրոցականներն են նաև։ Ուրեմն մեր ընկերներից մեկը կատակով ասել էր, որ ուրեմն վարչախմբի պարագլխվի հաջորդ կոնֆլիկտը լինելու է մանկապարտեզի սանի հետ։ Այսինքն ինչ է կանում էլի, եկեք մի հատ մտածեք։ Իսկ մյուս կողմից, եթե լուրջ պետք է ասել, որ մարդասիրությունը պետք է ամեն ինչից վեր լինի։ Յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է խրախուսենք, որպեսզի իսկապես ազգային համերաշխություն լինի Հայաստանում, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով հաղթահարել այն դժվարությունները, որ կան։ Ինչ է նշանակում ամբողջ ուժով այդ պետական մարմիններն են, այդ իրենց կուսակցական քարոզչությունն է, ուրեմն ուղղել մի դպրոցականի։ Նրան զրկել կրթվելու իրավունքից։ Լավ սովորող երեխա է, ես ինչքան հասկացա։ Ուրեմն որևէ ռեակցիա չտալ տարբեր հասարակական կազմակերպություններին, որոնք հայտարարությամբ հանդես եկան, որ ավելի լավ է այդ երեխային թողեն, էլի, ոչ թե տանեն կալանքի։ Ես չգիտեմ, դատախազությունը էլի ձայն չի հանում։ Ուղղակի անթույլատրելի է, ինչ է, դուք վախենում եք այդքան այդ երեխայից 17-18 տարեկան երեխայից, որ ինչ եք ուզում ցույց տաք, էլի։ Եթե մտածում են, որ ընդդիմությունը դրանից կվախենա, ընդհակառակը։ Ինձ կարծում է, որ հակառակը պիտի լինի եւ իշխանության փոփոխությունից հետո նման դեպքերը պետք է ուղղակի բացառել։ Տեսեք, Փաշինյանը համառորեն շարունակում է պնդել, որ եթե իրեն չընտրեն, խաղաղություն չի լինի, պատերազմ կլինի։ Ինչ է ստացվում, այսինքն խաղաղություն միայն իր հետ, իրենց այդ իշխանության կուսակցության հետ են, հա, պատրաստում կնքել։ Ուրեմն մարդկանց, գիտեք, պատկերացումները այնքան տարբեր են, ասենք լայն պատկերացում ունեցող մարդը երբեք չի կարող խաղաղության գործընթացը կապի ինչ-որ մեկի հետ։ Բա որ այդ մեկին ինչ-որ բան պատահի։ Այդ երկիրը գնակորի, ինչպես ասում են։ Չի կարելի այդպիսի բան ասել, եւ իրական խաղաղությունը կլինի այն ժամանակ, ես ասեմ, երբ որ ժողովուրդների մեջ իսկապես կլինի հաղորդակցություն։ Մենք չենք կարող փակ սահմաններ պահել եւ ասել, որ խաղաղություն է, գիտեք, խաղաղությունը այդ չի։ Խաղաղությունն է, երբ որ մարդկանց մեջ հաղորդակցություն կա։ Իսկ դրան պետք է գալ քայլ առ քայլ։ Դրան պետք է գալ իսկապես ավելի ցածր մակարդակով, էլի։ Երկու մարդու պայմանավորվածությամբ խաղաղություն չի լինում, սա առաջինը, եւ երկրորդը խաղաղությունը անարդար չի կարող լինել։ Պետք է խաղաղությունը լինի արդար, որպեսզի լինի երկարատև։ Եթե դու արդարությունը հանում ես եւ թողում ես բարձի թողի վիճակում, այդ խաղաղությունը չի կարող երկար
ուզում եմ 1 մարդ լինի, 100 մարդ լինի, որ ուզենա այդ խաղաղությունը, 1000 մարդ լինի, այդ խաղաղությունը երկար տևել չի կարող։ Եվ դրա համար պետք է այ կոնցեպտը փոխել, այսինքն հայեցակարգային մոտեցում ցույց տալ այդ խաղաղությանը, եւ ես մտածում եմ, որ այստեղ առանցքային նշանակություն ունի նաեւ կրթությունը։ Դու գիտեք, օրինակ, մեր չթաքցնենք, ճշտամի պետություններ ունենք երկու մեր հարևանները։ Այնտեղ այդ խաղաղության հակաքարոզը հենց կրթության միջոցով է, չէ՞ գնում, երբ որ դասագրքերում ասում են ով է քո ճշտամին, այո, ինչպես պետք է նրա հետ վարվել, եւ դա էր պատճառը, մենք ունեցանք Բուդապեշտի դեպքերը, Գուրգենը եւ անունը չեմ ուզում մյուսի տալ, այսպիսի դեպքեր ինչից են գալիս, դաստիարակությունից, կրթությունից են գալիս եւ դրա համար է օրինակ, երբ որ հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, ես ինքս Եվրոպայի խորհրդում այդ թեմայով գիտաժողովի եմ մասնակցել, հաջորդ քայլը ցեղասպանության ճանաչումից հետո պիտի լինի դրա ներդրումը դպրոցական դասագրքերում, որպեսզի դպրոցական տարիքից արդեն երեխաները իմանան ինչ է ցեղասպանությունը եւ ինչ պետք է անել դա կրկնությունը չթույլատրելու համար։ Նույնը պիտի լինի Ադրբեջանի պարագայում։ Դու չես կարող միակողմանի այդ ամբողջը անել։ Այսինքն մի քիչ պետք է լայն մտահորիզոնի մարդիկ լինեն որոշում կայացնողները, հատկապես խաղաղության եւ պատերազմի հարցում։ Պարոն Մխիթարյան, մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետը հանդիպում ունեցավ Ռուսաստանում, բավականին կարծես աղմկահարույց էր, լայն քննարկվեց, թե հայկական մեդիատիրույթում, թե ռուսական, կարծես հստակ մեսիջներ եղան ռուսական կողմից, գազի գնի հետ կապված, չգիտեմ, ԵԱՏՄ, Փաշինյանի վերընտրվելու մասով։ Իսկ հնարավոր է այդ ժամանակ Փաշինյանի վերընտրվելու դեպքում տնտեսական հետևանքները այնքան ծանր լինեն, որ Փաշինյանի գուժած պատերազմին չզիջեն։ Այո, որովհետև ըստ էության այդ հանդիպումը ինչ ցույց տվեց, ես ասում եմ ժողովրդի տրամադրությունները, որովհետև մարդկանց այդ շփումները ինձ բերել են այն համոզման, որ հիմա ընտրությունների արդյունքում մարդիկ պիտի ընտրեն տնտեսական պատերազմի եւ Հայաստանի ինքնուրույնության եւ ինքնուրույն որոշում կայացնելու մեջ, այսինքն պետք է հասկանանք, որ իսկապես այս իշխանության հանկարծ դրան չեմ հավատում, վերարտադրության պարագայում շատ իսկապես դաժան օրեր կարող է սպասվել մեր ժողովրդին, հանուն ինչի, հասկանում եք դա, եթե իմանանք հանուն ինչի, էլի պատրաստ ենք, բայց ինչի համար էլ, ինչ որ մեկի իր աթոռը պահելու համար ենք այդ ամբողջը անելու, հա, որը իր աթոռը շատ սիրում է եւ չի ուզում հեռանալ։ Չի կարելի այդպիսի բան անել, պլյուս դրան մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ երբեք չի եղել, որ հայերը, չգիտեմ, ասենք թե պատերազմ հրահրեն, իրենք հարձակումներ կատարեն եւ այլն, մեր խաղաղասիրությունը հենց այդտեղ է գալիս։ Մենք ինչ որ թշնամիներ ման չենք գալիս, որպեսզի իրենց հետ հակադրվենք եւ մեր իշխանությունը պահենք, ինչպես շատ բռնակալներ իսկապես անում են։ Հիմա այդ մենք չենք ուզում Հայաստան բերել այդ բռնակալական մոտեցումը, որ պատերազմ հրահրեմ, ասեմ, գիտեք ինչ, մի երկու հատ կրակեք, որպեսզի ես իմ աթոռը լավ կարողանամ պահել։ Ուղղակի անթույլատրելի է։ Մենք պետք է բարի դրացիական հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, հասկանալով նաև բոլորի ցանկությունները։ Ես չեմ կարծում, որ ժողովուրդների մեջ կա այնպիսի հայ եւ ռուսի նկատի ունեմ, այնպիսի անտագոնիզմ, որ իրար չենք կարողանում տարել։ Դա ըստ էության հրահրողը կարելի է ասել մեր իշխանություններն են, որը շատերի համար ուղղակի խորթ է։ Այլ չասենք մեր Սփյուռքի մասին։ Պետք է մտածել նաև, այո, երկրորդ քայլի, երրորդ քայլի մասին, ուղղակի անթույլատրելի է։ Յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս, երբ որ այդպիսի բան մտածում ենք, մտածենք հանուն ինչի։ Եթե դա մի հոգու բարեկեցիկ կյանքի մասին է, պետք է մերժել։ Շատ լավ, ամփոփենք մեր զրույցը, պարոն Մխիթարյան, թերևս ավանդական դարձած հարցով, որ բոլոր ուժերի ներկայացուցիչներին տալիս եմ։ Եթե վերջին հարցումների արդյունքով պարզվի, որ անցողիկ չեմ հաղթահարելու խնդիր ունեք, նկատեմ, եթե հայակվեն գնա առանձին ու պարզվի, որ նման խնդիր կա, կհրաժարվեք մասնակցությունից, որպեսզի ձայներ չփոշիանան։
Այո, մենք ի սկզբանե այդ որոշումը արդեն ունենք, մենք դրա համար ենք դեռևս, ինչպես ասացի, անցած տարի հոկտեմբերից հանդես եկել այդ հայտարարությամբ, որ պետք է ձևավորել իսկապես նորմալ բևեռ, այն առումով, որ նա պետք է ոչ միայն հաղթահարի, այլ իհարկե մեր համար պլան մաքսիմում ենք դրել, որպեսզի իշխանությունը միանձնյա հնարավորություն ունենանք Հայաստանում ունենալու, ինքնուրույն վարելու այդ քաղաքականությունը, որովհետև եթե դու նույնիսկ եթե հաղթահարես, բայց էական լծակներ չունենաս, հիմա էլ ազգային ժողովում ունենք ուժեր, որոնք հաղթահարել են, բայց նրանցից կախված էական բան չկա։ Այսինքն դու այնպիսի ազդեցություն պիտի ունենաս քաղաքական որոշումների կայացման վրա, որ էական կարողանաս իրավիճակ փոխել։ Այսինքն մեզ համար դա էլ ընդունելի չի փոքրիկ ֆրակցիայով ներկայացված լինել ազգային ժողովում ընդդիմության կարգավիճակով։ Սա անթույլատրելի է։ Մենք երբեք այդ քայլին չենք գնա։ Ընդդիմություն չեք աշխատի։ Ոչ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր զրուցակիցն էր Հայ ԱՔՎ խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանը։